Alcide de Gasperi, Konrad Adenauer, Ռոբերտ Շուման, կամ ոնց որ ֆրանսիացիք կասեն Ռոբերտ Շուման, ու այս Ռոբերտ Շումենը կոմպոզիտոր Ռոբերտ Շումենի հետ կապ չունի։ Կարծում եմ, որ մեր արքեպիսկոպոսներից մեկին այս 3 անուններն էլ ոչ մի բան չասացին, ով մտածում է, նաև զարմանում է, թե ոնց կարող է, որ քաղաքապետը սուրբ լինի։ Այս 3-ն էլ քաղաքական գործիչներ են եղել, եւ այս 3-ն էլ համարվում են ժամանակակից Եվրոմիության հիմնադիր հայրերից։ Իդեպ, այս 3-ից միայն մեկն է շատ քիչ հոգևոր կրթություն ստացել, բայց այս 3 քաղաքական գործիչներին էլ կաթոլիկ եկեղեցին դասել է երանելիների շարքում։ Հուսով եմ, որ գոնե արքեպիսկոպոսը տեղյակ է, թե կաթոլիկների մոտ այդ սրբադասումը ոնց է տեղի ունենում։ Այո, հնարավոր է, որ քաղաքական գործիչը երբևիցե դասվի սրբերի դասում։ Եթե տվյալ քաղաքական գործիչը իր հայրենիքը ավելի է սիրում, քան իր անձը, եթե քաղաքական գործիչը անձնուրաց ծառայում է իր հայրենիքին, այո, հնարավոր է, որ երբևիցե քաղաքական գործիչը դասվի սուրբերի դասում։ Բարի օր ձեզ։